Ամեն ժողովրդի մեջ էլ կան մարդիկ, ովքեր ոչ միայն ապրում են իրենց ժամանակի համար, այլ իրենց կյանքով ձևավորում են այդ ժամանակը։ Այդ մարդկանց շարքում առանձնանում է Վազգեն Սարգսյանը, սպարապետը, մարդ, ով իր գործով, խոսքով ու հոգով դարձավ ազգի շունչն ու հենասյունը։ Մեր թիմի նպատակը պարզ էր, բայց միաժամանակ իրենից ենթադրում էր խորը եւ մանրամասնորեն հետազոտություն սպարապետի կյանքի, նրա անցած ճանապարհի եւ պատմությանն ու երկրին ժառանգած արժեքների մասին։ Եվ ոչ միայն ուսումնասիրել այն, ինչ հայտնի է բոլորին, որպես քաղաքական գործիչ եւ ռազմական առաջնորդ, այլ փորձել բացահայտել նրա մարդկային, հոգեվոր եւ գաղափարական կողմերը, որոնք հաճախ մնում են անտեսված, սակայն իրականում պարզապես անհրաժեշտ է գտնել նրա յուրաքանչյուր քայլի ստվերում մարդկային ու անձնային որակները։ Ասում էր, ինձ գիտեն մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած ու բարկացած, բայց միայն նեղ շրջապատի մարդիկ են ինձ ճանաչում։ Մեզ բախտ չվիճակվեց ապրել նրա ժամանակաշրջանում եւ ճանաչել նրան, սակայն նրա լուսանկարներում, որտեղ օրինակ գիրքն է առել փոքրիկ երեխաներին կամ որտեղ զրուցում է մեծահասակների հետ, կարելի է զգալ նրա մարդասիրությունը։ Մենք ցանկացանք տեսնել ոչ միայն պատմական կերպար, այլ կենդանի մարդուն, իր զգացմունքներով, իր հավատով ու իր ապրումներով։ Մեր առաջին քայլը եղել է համացանցում առկա տեղեկությունների ուսումնասիրությունը։ Մենք ընթերցեցինք հոդվածներ, նայեցինք տեսանյութեր, ուսումնասիրեցինք հուշեր եւ մարդկանց պատմություններ։ Յուրաքանչյուր տեղեկություն մեզ մոտեցնում էր նրան, մեծ սպարապետին, բայց ոչ ամբողջապես։ Մենք փորձեցինք հասկանալ, ինչն էր նրան դարձրել այն մարդը, ով կարողացավ միավորել ազգը ամենաօրհասական պահերին։ Ինչպես էր նա կարողանում խոսքերով ուժ տալ զինվորին, ոգեշնչել ժողովրդին եւ ինչ արժեքներ դնում իր առաջնորդության հիմքում։ Մեր ուսումնասիրության երկրորդ փուլը մեզ տարավ դեպի Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։ Այնտեղ ամեն ինչ խոսում էր նրա մասին։ Գրքերից մինչև զինվորական համազգեստ, լուսանկարներից մինչև ձեռագիր նոթեր։ Թանգարանում մենք ոչ թե պարզապես դիտում էինք առարկաներ, այլ շփվում էինք նրա հիշատակի հետ։ Այդ այցը մեզ պարգևեց բացառիկ էմոցիաներ։ Մենք զգացինք, որ այստեղ յուրաքանչյուր բան ունի պատմություն։ Պատմություն նվիրումի, զոհողության եւ սիրո մասին։ Թանգարանից դուրս գալիս մենք ոչ միայն ավելի շատ գիտեինք Վազգեն Սարգսյանի մասին, այլ նաև կարծես թե մենք էինք նրա անցած ճանապարհի ճամփորդները եւ վերադարձել էինք անցյալ քայլելու Արարատից Արցախ տանող ոլորանների վրայով։ Երկրորդ փուլում մենք միավորեցինք մեր հավաքած նյութերը, փորձելով ստեղծել մեր պատկերացրած Վազգեն Սարգսյանի կերպարը։ Մեզ համար նա դարձավ ուժի, արդարության եւ անկոտրում այնասիրության խորհրդանիշ։ Նա մարդ էր, ով չվախեցավ դժվարություններից, ով ընտրեց գործելու ճանապարհը, խոսելու փոխարեն։ Մենք հասկացանք, որ նրա կյանքի ամեն օր, ամեն որոշում, ամեն խոսք ներշնչում են թե անցյալից, թե ապագայից։ Սա այլևս պարզապես հետազոտություն չէր, սա մի ուղի էր դեպի Վազգեն Սարգսյանի հոգեվոր աշխարհը, դեպի այն արժեքները, որոնց վրա մենք այսօրվա պետությունն ենք կանգնած։ Վազգեն Սարգսյանի անցած ճանապարհը մեզ սովորեցրեց, որ հայրենասիրությունը խոսք չէ, այլ ընտրություն։ Ընտրություն լինել ամուր, պատասխանատու, նվիրված եւ մարդ, միջև վերջ։ Այս աշխատանքը մեզ օգնեց հասկանալ ոչ միայն նրան, այլ նաեւ ինքներս մեզ, ինչպես կարող ենք սիրել մեր հայրենիքը, ինչպես կարող ենք շարունակել այն ճանապարհը, որը նա սկսեց։ Սպարապետի կերպարը մեր մեջ այլևս մի պատմություն չէ։ Նա դարձել է ներշնչման աղբյուր, մեր յուրաքանչյուր քայլում, մեր հավատքում, մեր ապագայի նկատմամբ մեր վստահության մեջ։ Սա մեր փոքր, բայց անկեղծ ներդրումն է։ Վազգեն Սարգսյանի հիշատակը վառ պահելու մեծ գործի մեջ։ Սա մեր սպարապետի պատմությունն է, մեր աչքերով, մեր սրտով եւ մեր հավատքով։ Մեր ընկեր Հրաչյա Սարուխանը բանաստեղծություն ունի, մոտարապես եթե չեմ սխալվում, այսպես է հնչում։ Ու 40-ամյա, իմ 40-ամյա քո այդ ոտքերով կամ ոտք կտնկնեմ մանուկ իմ անձիկ եւ 40-ամյա իմ աշուրթերով ձերքդ համբուրեմ ու լամ առանձին։ Իմ համար ագրված շատ լավ տողեր են։